Դիլիջանի Թուֆենկյան համալիրի տարածքում մայիսի 25-ին անցկացվեց բոլորով փառատոնը, որպես աջակցություն Դիլիջանում կառուցվող եկեղեցու։ Հին Դիլիջանի սրտում համախմբվել էին քաղաքի բնակիչներ և հյուրեր, մարդիկ, ովքեր տարիներ շարունակ հետևելով ընթացող աշխատանքներին, ակտիվ համագործակցելով բոլորով հարթակում, իրենց կարողության սահմաններում նպաստել են սրբավայրի շինարարությանը։ Փառատոնը կազմակերպել էր Դիլիջանի համայնքային կենտրոնը, նկարչություն, քանդակ, երգ, պար և վարպետության դաս։ Միջոցառման նպատակն էր համախմբել ստեղծագործող մարդկանց ընդհանուր գաղափարի շուրջ, աջակցել եկեղեցու շինարարությանը և զորակցություն հայտնել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին և մեր մյուս գերիներին։ Մարդիկ օրն սկսել էին կիրակնօրյա պատարագին մասնակցությամբ Թուֆենկյան համալիրի տարածքում գործող Սուրբ Խաչ եկեղեցում հավատացյալներն աղոթել էին մեր երկրի խաղաղության, սահմանների անսասանության և գերիների շուտափույթ վերադարձի համար։ 2021 թվականին Ռուբեն Վարդանյանի Դիլիջանի զարգացման ծրագրերի շրջանակներում մեկնարկեց Դիլիջանի եկեղեցու կառուցման նախագիծը։ Պետք է նշեմ, որ այո, ընտանիքը թեկուզ այս պայմաններում շարունակում է աջակցել եկեղեցու կառուցմանը, բայց մենք գտնում ենք որպես քաղաքացիներ, որ մեր մասնակցությունը այդ գործում շատ կարևոր է։ Փառատոնի առանցքային նախաձեռնություններից էր միասնության փազլը։ Ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի նախագծած եկեղեցու էսքիզը ողջ օրվա ընթացքում հավաքվում էր փառատոնի մասնակիցների գնած անվանական կտորներով։ Յուրաքանչյուր մասնակից 20,000 դրամ արժողությամբ կտորներով ամբողջացնելով էսքիզ դրվագանկարը իր զորակցությունն էր հայտնում ընդհանուր գործին։ Փառատոնի ողջ հասույթը կտրամադրվի Դիլիջանի նոր եկեղեցու շինարարական աշխատանքներին, իսկ համայնքային միասնության խորհրդանիշ դարձած 24 կտորից բաղկացած այս փազլը կցուցադրվի Դիլիջան քաղաքի հանրային տարածքներից մեկում։ Յանա Չիչակյան, եկեղեցական կյանք։